Մարտի 5-ից մեկնարկած խորհրդանական ընտրությունների քարոզարշավի 3-րդ շաբաթը գերազանցեց իր լարվածությամբ։ Բարեզեզ եթերում Կիրակի հաղորդաշարն է, շարունակում ենք հետևել քարոզարշավի ընթացքին։ Այս շաբաթն աչքի ընկավ երկու իրադարձությամբ։ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ձերբակալվեց ևս երկու անձի հետ Վրաստանից Հայաստան Մաքսանենք ճանապարհով Իգլա տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու մեղադրանքով։ Սամվել Բաբայանը համարվում է Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքի ստվերային առաջնորդը։ Դաշինքը հայտարարեց, որ ձերբակալությունը քաղաքական հետապնդում է։ Այս շաբաթ հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց տվեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Եթե հակիրճ, ապա առաջին նախագահի ուղերձներից մեկը հետևյալն էր. Ղարաբաղյան հիմնախնդիրը, որն այսօր ամենակարևորն է, պատկերացնում են միայն ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն։ Ծառուկյան դաշինքից Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ Արցախի հարցում ՀԱԿ-ը սպասարկում է ՀՀԿ-ի շահերը։ Ինչ տրամադրությամբ է հասարակությունը գնում ընտրությունների, որոնք են ընտրությունների վերահսկողության ամենաարդյունավետ միջոցները։ Կփորձենք պարզել հաղորդման ընթացքում, բայց նախ շաբաթվա մարզային իրադարձությունները մեկ տեսաշարով։ 2013-ի նախագահական ընտրություններում Գյումրիում հաղթած Ռաֆի Հովհաննիսյանը խոստանում է, այս անգամ ընդդիմությունը չի պարտվելու։ Ըստ նրա, Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային լիդեր բոլոր ոլորտներում, բայց քայլ է պետք անել։ Դրա համար այս կուսակցապետությունը անօրեն պետք է քանդվի։ Ելք դաշինքի թեկնածուները Գյումրու ամենամեծ թաղամասերից մեկում անիում են։ Նրանք անցան շենքից շենք, բարձրախոսով իրենց նպատակը հայտարարեցին, ինչպես նաև բուկլետներ բաժանեցին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ելք դաշինքը ստեղծվել է բնակչության պահանջով ու հորդորով Սերժ Սարգսյանի ու Հանրապետական կուսակցության ձևավորած հուսահատության փոսից հանելու համար։ Վարչապետ Կարեն Կարապետյանին Արթիկի տարածաշրջանի Սարալանջ գյուղի բնակիչները դիմավորեցին բողոքով, գյուղը գազաֆիկացված չէ, իսկ արդեն Արագածոտնի մարզում Կարեն Կարապետյանը գյուղացիներին հանդիմանեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրին ծանոթ չլինելու համար։ Ծրագիրը չեք կարդացել, սպասում եք վարչապետը գա, որ հերթով հարցնեք, սակայն գյուղացիները շարունակ պնդում են իրենց պահանջները, ինչին ի պատասխան վարչապետը ասաց. Կոմունիստները գալիս են երկիրը շենացնելու, Վանաձորում նրանց հանրահավաքին քիչ մարդ է եկել։ Ըստ Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղար Անդրանիկ Ղուկասյանի, պատճառը քաղաքում տիրող վախի մթնոլորտն ու ընտրակաշառքի մասին խոսակցություններն են։ Հանրահավաքի վերջում կոմունիստները կոչ արեցին ընտրակաշառք չվերցնել եւ քվեարկել ղեկավարման փորձ ունեցող կոմունիստական կուսակցության օգտին։ Մարտի 22-ին հողարկավորեցին հաց բերող Արթուր Սարգսյանին։ Նույն ժամին հիմնադիր խորհրդարանի Լոռու մարզի գրասենյակը նախաձեռնել էր լռության երթ՝ ի հիշատակ հաց բերողի։ Երթի մասնակիցների խոսքով Արթուր Սարգսյանի մահվան մեղավորը իշխող ռեժիմն է։ Ազատություն քաղբանտարկյալներին հաց են բերել տղերք պաստառներով, երթի մասնակիցները քայլեցին Հայքի հրապարակ, այնտեղ էլ հայտարարվեց լռության րոպե։ Ծառուկյան դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Սյունիքի մարզում տնտեսական հաշվարկ արեց։ Ըստ նրա, եթե $50 միլիոն ներդրվի յուրաքանչյուր մարզում, $1 միլիարդ էլ մեծ քաղաքներում, ապա կարելի է աշխատատեղերի հարցը լուծել ողջ հանրապետությունում, ոչ թե ժողովրդի մուրացկանության մղել։ Հիմնական գործարանները բացեն, հնարավորություն տան, պայման ստեղծեն ու հիմնական ժողովրդի ստեղծածը որ սպառում ունենա։ Ես բարդ բառեր չեմ ասում։ Կոնգրես ՀԺԿ նախընտրական դաշինքի ղեկավարները հանդիպել են նոյեմբերյան քաղաքի բնակիչների հետ։ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, որ նոր կեղծիքներով ընդունված համանadrությամբ նախագահական ընտրություններ չեն լինելու։ Եթե այս ընտրություններում հաղթեց ընտրակեղծիքը, հաղթեց ընտրակաշառքը, ոչ մի լավ բանի դա չի բերելու։ Ազատ դեմոկրատների վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանը ցանկանում է, որ մարմնավաճառներին հատուկ տեղ հատկացնեն ու բերեն օրինական դաշտ։ Նրանք պետք է անցնեն բժշկական ստուգում, եթե սպասարկում են զբոսաշրջիկներին։ Իսկ եթե չեք օրինակացնում, ինչի՞ չեք բռնում։ Անգրագետ Մարթա հայրենիք ներկայացնել չի կարող նոր-նորքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց հայկական վերածնունդ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը։ Դուք պետք է հասկանաք այս մասը, որ թաղի տղերքով չգիտեմ ցուցակագրելով, հող բաժանելով, մեր երկիրը մենք տանում ենք դեպի անդուն ու կործանում։ Նա ընտրակաշառք վերցնողներին ակնարկեց վերցնել կաշառքն ու քվեարկել ազատ ու անկախ, որովհետև փակ քվեարկություն է։
Մեր բոլոր խնդիրների մեջ պատերազմի առկայությունը բացակայում է, ասում է Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանը։ Բոլորը պետք է հասկանան, Ղարաբաղի հարցը դեռ երկար ժամանակ չի լուծվելու։ Տնտեսությունը պետք է կառուցել հենց ըստ այդմ։ Մենք պետք է փորձենք այնպիսի արտադրանք ստեղծենք, որը մեծ արժեք ունի, բայց փոքր ծավալ ունի, կամ տեղ հասցնելու հետ կապված խնդիր չունի։ Հանրապետական կուսակցությունը չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններին հարկադրելով ընտրողների ցուցակներ կազմել։ Իրազե քաղաքացիների միավորումը փաստեր է հավաքել։ Մենք զանգեցինք 136 դպրոցներ եւ մանկապարտեզներ, 103 դպրոց եւ 33 մանկապարտեզ, ներկայացանք հանրապետական կուսակցությունից եւ սկսեցինք հարցեր տալ ցուցակների հետ, ցուցակների հետ կապված։ Տնօրենների ավելի քան 80%-ը ասել է, որ քաղաքացիների է հավաքագրում, որոնք խոսք են տվել քվեարկել Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին։ Ըստ Հայաստանի Հանրապետական կուսակցության ձայնագրությունների զգալի մասի մանրակրկիտ ուսումնասիրությունը որևէ հիմք չի տալիս պնդելու, որ տեղի է ունեցել ընտրական օրենսգրքի խախտում։ Ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններում գուցե ձեզ փորձեն ստիպել ցույց տալ, թե ինչպես եք դուք քվեարկել։ Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները առաջարկում են մոլորեցնել այդ վերահսկողներին։ Քվեախցիկում առկա արկղի մեջ լինելու են բազմաթիվ քվեաթերթիկներ, որոնցից դուք կարող եք օգտվել։ Եթե ձեզ ասել են, որ դուք նկարեք, թե ինչպես եք քվեարկել, ապա կարող եք վերցնել որևէ քվեաթերթիկ, նկարել, ապա ծրարի մեջ դնել այն քաղաքական ուժի թերթիկը, որին դուք իսկապես ուզում եք ընտրել։ Ընտրողների հանդեպ ճնշմանը զուգահեռ նկատվում է հասարակական անտարբերություն բուն ընտրությունների նկատմամբ։ Ալավերդու անկյուն գումարած 3 հեռուստաընկերության մեր գործընկերները փորձել են պարզել ալավերդցիների տրամադրությունները։ Աշխեն Շահկուլյանը ապրիլի 2-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընտրություններից ընդհանրապես սպասելիքներ չունի։ Ասում է մարդկանց սոցիալական վիճակը մինչև ընտրություններն է պետք բարելավել։ Ընտանիքում 6 անձ կա։ Առօրյայի ծախսերը հոգում են արտերկրում աշխատող տղայի վաստակած գումարով, որը ըստ իրեն միայն գոյատևելուն է բավականացնում։ Ոչ ես եմ աշխատում, ոչ իմ ընտանիքը, երեխաներս օտար երկրներում ցրված են աշխատանքի պատճառով, բայց մեզ հաճելի է, որ մեր Հայաստանում մնանք էլի։ Այլ են սպասելիքները Նորիկ Մեջլումյանի մոտ։ Նա կարծում է այս ընտրություններից հետո Հայաստանի վիճակը դեպի դրականը կփոխվի։ Պետք է լավատես լինել ու սպասել միայն լավի, իսկ հարցին, թե ինչպես է գնահատում մեր երկրի ներկա վիճակը, Նորիկը պատասխանեց, որ դրական ոչինչ չի տեսնում։ Առաջի հերթին աշխատատեղերի բացակայության, երկրորդ հերթին ժողովրդի սոցիալական շատ ծանր վիճակի հետ։ Երրորդ հերթին բարձիթողի վիճակ, էլի։ Մենք մեր երկրից գոհ ենք, մենք մեր երկիրը սիրում ենք, բայց ուզում ենք ճիշտ իշխանություն ունենանք, ոչ թե բանդա ունենանք, այլ ունենանք ժողովրդի համար մտածող իշխանություն։ Ինչ են մտածում ալավերդցիները ընտրաշավին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների կողմից, թե աշխատատեղերի, սոցիալական ու ընդհանրապես բարձիթողի վիճակի մասին, հետևում են արդյոք նրանց խոստումներին։ Այդ նայեք այս ժողովրդին, բոլորը պարապ են, ահել, ջահել։ Այս բարորդներին տեսնում եք, այնքան են սպասում գոնյա մեկը 500-600 դրամ տա, այդ պատահական մարդ հալն, որ նստում է, ժողովուրդը միջոց չունի ապրելու։ Բոլորն են շատ լավ են խոսում, ու զարմանալ լինենա այդքան ժողովրդի համար մտածող, ասենք տեխնացուներ անցյալում էլ են նույն ձև խոսացել, հիմա էլ։ Տղեկը չեն աշխատում, ով է օգնում, ոչ մեկն է չեն օգնում։ Սա հաղթանակած երկրի կարգավիճակ չէ։ Դե առաջընթաց է, վերջի նորի վրա մի բան փոխում է դեպի լավ։ Ընտրություններից հետո կփոխվի իհարկե։ Այս ընտրվողները մինչև հիմի թոշակները կբծրացնեին, ամեն ինչ կանեին, մարդկանց ինչ որ պետք է կանեին, նոր կգենք կանգնեին, կասեին ուզում ենք ընտրվենք։ Եթե իմ ընտրությունը իրականանա, սպասելիքներս մեծ են։ Կոնգրես ՀԺԿ դաշինքի վարկանիշային ցուցակով առաջադրված պատգամավորության տեխնացու Սարգիս Թամազյանը այս ընտրություններում դրական է համարում ընտրական օրենսգրքի այն փոփոխությունը, ըստ որի ընտրություններից հետո կհրապարակվեն ընտրողների ցուցակները։ Ըստ տեխնացուի ընտրության ժամանակ ընտրական խախտումներ այս անգամ լինել չեն կարող։ Իսկ նախընտրական շրջանը ըստ նրա նախորդ տարիների նման է։ Սարգիս Թամազյանն ասում է, որ տեսանելի խախտումներ չի նկատել, բացառությամբ պոկված պաստառների, սակայն իրեն հասած խոսակցություններից ելնելով ընտրակաշարքները, խոստումներն ու ճնշումները ընտրողների նկատմամբ չեն պակասել։ Այն, որ նույն ընտրակաշարքները, նույն բռնաճնշումները, ինչպես ես նոր ասեցի, ադմինիստրատիվ լծակները օգտագործելը կա, դա կա եւ այս անգամ ավելի մեծ ծավալով։ Հաշվի առնելով նա, որ իմ ասած այդ 500,000 ձայնը, որ միշտ ունեն իրենց գրպանում, այլևս չունեն։
դա ավելացել է եւ դա ակնհայտ երևում է։ Ընդհանուր հաշվով ըստ տեխնատուի նախընտրական շրջանը ակտիվ է անցնում, մարդկանց մոտ նույնպես ոգևորություն է նկատվում։ Մարդիկ կարողանում են ազատ արտահայտվել, սակայն մենք լսում ենք հանրապետության տարբեր վայրերից դանակահարում են եւ այլն։ Փառքասում մեր մարզում այդպիսի բան չկա։ Հայաստանի Հանրապետական կուսակցության շտաբի պատասխանատու Ռաֆայել Միքայելյանը կադրում երևալ չցանկացավ։ Նա մեզ տեղեկացրեց, որ մինչև հիմա իրենց կուսակցությունը խախտումներ մրցակից քաղաքական ուժերի կողմից չի նկատել։ Ակտիվություն նկատվում է թե մարդկանց ու թե տեխնատուների կողմից, նշեց նա, սակայն ամեն ինչ կարծես իրականացվում է ընտրական օրենսգրքի համապատասխան։ Այս ընթացքում իրենց կողմից միայն քարոզչական պաստառների ոչ թույլատրերի տեղերում տեղադրման փաստեր են արձանագրել, իսկ ընդհանուր հաշվով ըստ վերջինիս նախընտրական քարոզչությունն անցնում է առանց միջադեպերի։ Ամեն դեպքում իրենք նման ահազանգեր չեն ստացել։ Երբեք այնքան չեն խաբում, որքան պատերազմի ժամանակ որսից հետո եւ ընտրություններից առաջ։ Ինչ քարոզչամիջոցներ են օգտագործում քաղաքական ուժերը, ինչպես կողմնորոշվել խոստումների տեղատարափի մեջ։ Կիրառվող քարոզչական տեխնոլոգիաների մասին զրուցել ենք տարբեր քաղաքական ուժերի հետ։ Դիտենք տեսանյութը։ Ես արդեն բավական երկար ժամանակ իմ բուկլետներն եմ բաժանում Նոբարաշեն համայնքի բնակիչներին։ Ճիշտ այսպես դռնեդուռ բակեբակ ու խիստ հասցեական յուրաքանչյուր ընտրողի ներկայանալով ձեռքսեղմումով ու ընտանիքի անդամներին բարևներ փոխանցելով Նիկոլ Փաշինյանն ու ելքի մյուս տեխնատուները հանդիպում են յուրաքանչյուր ընտրողի ու անձամբ փոխանցում նախընտրական թերթիկը, անգամ ընտրողների հետ երգում ավտոբուսում։ Ուրա, 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 Երգում սա անվանում են սեփական բրենդի տեսակի ակտիվ մարքեթինգ։ Մարդկանց համար հաճելի է այն, որ իրանք ֆիզիկապես ոնց որ Աստվածաշնչյան գրքում է ասվում, շոշափեք եւ տեսեք, որ այս մարդը միս եւ արում։ Այսինքն մարդկանց մեծ մասը չգիտի, որ ում որ ընտրում է, դա գոյություն ունի թե չէ։ Այդ մարդիկ միֆեր են։ Հիմա պաստորեն հարգարժան մեր վարչապետը որպես սիմպաթիչնի տղա բոլորի փոխարեն կամպեյն է անում։ Փոփոխությունների խորհրդանիշ հանդիսացող Կարեն Կարապետյանը նախ տեսահոլովակում նվագեց, հետո շատ անակնկալ սկսեց ժպտալ տարբեր կայքերում ու Viber հավելվածով նամակներ գրել։ Կուսակցության համամասնական ցուցակից բացակայող, սակայն քարոզարշավի ողջ ծանրությունը իր վրա կրող վարչապետի կերպարը զուգահեռների առիթ է տվել քաղաքագետներին։ Գրեթե նույն ձևով պայքարում էին սահմանադրական փոփոխությունների ժամանակ Հովիկ Աբրահամյանն ու Սերյան Օհանյանը, հա։ Երբ որ Սերյան Օհանյանը օրինակ քարոզարշավի գլխավոր գործոն դարձավ, այս անդրական փոփոխություններից հետո տեսանք որտեղ հայտնվեցին, հա։ Տարբեր ժամանակներում կառավարությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած անձանց հետ միավորված ու երբեմնի գործընկերներին անխնա քննադատող գեներալի նպատակը առայժմ միայն ընդդիմության հետ ասոցացվելն է։ Նորից իշխող կուսակցությունները արդեն գանխավ գեղձում է այս ընտրությունը եւ դրա համար շատ կարեւոր է որ ընդդիմադիր դաշտը գտնի համագործակցության եզրեր։ Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքի տեխնատուներից պարզվեց հերու չէ նաև ռոմանտիզմը։ Համացանցը ցնցած խորհրդանշական պաստառը Շիրակի մարզի վարկանիշային տեխնատուներից մեկի բժշկական գիտությունների տեխնատու Հովանիսյանինն է։ Հերթական ցուցապաստառը, որ ցնցեց համացանցը, անկեղծության պատճի ընկնող Ցարինն է, նույն ինքը Գեղարքունիքի մարզում հայեղափոխական դաշնակցության վարկանիշային տեխնատու Սամվել Ղլեչյանինը։ Դաշնակցականները խրախուսում են մարզերում կին տեխնատուների առաջ խաղացումը։ Կանայք իրենք պիտի պատրաստ լինեն քաղաքականության մեջ մտնելու։ Կինը հոգեբանությամբ պիտի հաղթահարի բոլոր այն բարդությունները, որ ինքը ծնվել է մայրություն անելու եւ խոհանոցում լավ կին լինելու համար։ Մեր քաղաքական կենսագրության արդյունքում մենք բավականին պատուղներ ենք տվել։ Նույն ավանների վերադարձը, որը ես գիտեմ, որ արաբ կիրցիներն է շատ հուզում։ Քարոզարշավից քարոզարշավ նախկին OԵK հիմա հայկական վերածնունդի առաջնորդը ընտրողներին թույլ չի տալիս մոռանալ ավանդների հատուցման իր ձեռքբերումն ու ընդգծում է, որքան շատ ձայներ ունենա ինքը, այնքան ավելի մեծ հնարավորություն կունենա նույն ավանդների մնացյալ մասնաբաժինը խաբվածներին վերադարձնելու համար։ Գեցի այն Հայաստանը, որ մենք բոլորս ենք երազում։ Մենք կարող ենք, մենք ազատ ենք, որ ազատ դեմոկրատները ռեփով սկսեցին խոսել ընտրողների հետ, ամենևին էլ պատահական չէ։ Նրանց թիրախային ընտրազանգվածը անկախության սերունդն է, երիտասարդ ու ազատ, որին կարելի է հրապուրել Եվրամիություն առանց վիզայի եւ ոչ ԵԱՏՄ-ին կարգախոսով։ Նախկինում մեզ այսպես ուղեկցում էին ավտոմեքենաներով, բոլորը առաջարկում էին դադարեցնել քարոզարշավը։ Հիմա, ինչպես նկատում եք, արդեն նման ֆենոմեններ չունենք։ Չնայած այս դրական միտումներին մարդիկ հուսահատված են ու պասիվ։ Ստեփան Սաֆարյանի դիտարկումն է, որ կիսում է նաև կոնգրեսը ԺԿ պատգամավորության տեխնատուն։ Մեծ միջոցառումներ չենք անում, որովհետև շատ դեպքերում
խնդիր կա, այսպիսի բացատրություն կա, որ մարդիկ չեն ուզում գալ միջոցառմանը, նաև չեն ուզում իրենք բացահայտվել, որ կարող են համարվել համակիրներ։ Ես չեմ մեղադրում ոչ մեկին, որտեղ մարդուն սովորական մարդ եմ ընդունում, ոչ թե հերոս։ Բացահայտ ընտրակաշարքի խոստումն այս քարոզարշավի առանձնահատկություններից է, ընդ որում բոլորն ու շատ հստակ գիտեն, թե ումից ինչ սպասել։ Տեսել եք Ծառուկյան դաշինքի քարոզարշավը, մոտենում են մարդիկ, ծրարի մեջ գրած ինչ որ բաներ են տալիս, ակնհայտորեն չէ ինչ որ կենցաղային հարցեր լուծելու ինչ որ առաջարկներ, նա էլ վերցնում է դնում է գրպանին եւ ամենայն հավանականությամբ հետագայում դրանց մեծ մասը կգա։ Երիտասարդների ու նորարարների հետ մրցավազքից փորձում են հետ չմնալ ամենատարեց կուսակցականները։ Երիտասարդներին առավել մոտ ու հասկանալի լինելու համար հայտնվեցին սոցցանցերում։ Ամեն մի կուսակցություն կամ ասենք մի ռեյտինգային տեխնացու իր այսպես կոչված ընտրազանգվածին իրենով է արել եւ փորձում են նրանց պահել բոլորից զերծ եւ իր օգտին բերել, որպեսզի նրանք քվեարկեն։ Նախընտրական մրցավազքի մեծ մասն արդեն անցյալում է, ով էր առավել արդյունավետ ու համոզիչ աշխատում։ Երևան 1 շաբաթից։ Իմ այսօրվա հյուրերն են Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիկ Նաստիգրանյանը եւ սոցիոլոգ Կարեն Սարգսյանը։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Պարոն Սարգսյան, իր լարվածությամբ այս քարոզարշավը կարծես թե աննախադեպ է, մյուս կողմից ըստ շատ հարցումների հասարակության կողմից անտարբերություն է նկատվում բուն ընտրությունների նկատմամբ, ինչպես սա կբացատրեք։ Նախ գլխավոր ձեր դրույթի հետ համաձայն չեմ, սա աննախադեպ չի լարվածությամբ, ընդհակառակը սկսած 96 թվականից սա գրեթե ամենահանգիստն է իմ վերլուծությունները, որովհետև մենք ունենք ընդամենը մեկ դեպք, որը ուժի կիրառման մասին է արձագանքվել, դա ջրաշատ, այսինքն չէ, միակը չի, Մասիսում եղավ, դրանից հետո որևիցե համեմատություն 2003 թվականի, 99 թվականի, 2008 թվականի հետ չեք կարող անցկացնել։ Այսինքն ինքը շատ թեժ է քաղաքացիական եւ քաղաքական դաշտում, բայց այնինչ վերաբերվում է այդ թաքնված, կոնֆլիկտներին, որոնք արտահայտվում են ուժային եւ ոչ օրենսդրական դաշտում, դա այդքան էլ թեժ չի հավատացել։ Այն ինչ վերաբերվում է վարկանիշներին, ինչ վերաբերվում է արտացոլվող մասին, որ արտացոլվում է քաղաքական դաշտին, նման թեժ պայքար մենք երբևիցե չենք ունեցել։ Սա այս նոր այսպես կոչված ռեյտինգային համակարգի շնորհքն է։ Պատկերացրեք, որպեսզի հիմնավորված լինի, շատ կարճ ներկայացնեմ, մենք ինչ ունենք։ Մենք ունենք կուսակցություն, որը վարկանիշ է հավաքում անկախ նրանից, թե իր անդամներից որ մեկն է ձայն հավաքում, բայց յուրաքանչյուր կուսակցության ռեյտինգային ցուցակի ներսում ահռելի պայքար է գնում։ Դա էլ է հենց լարվածության։ Բայց դա լարվածություն է, որը իհարկե դա լարվածություն է քաղաքացիական եւ քաղաքական, սա նորմալ քաղաքական process է։ Սա նորմալ սոցիալ-քաղաքական process է։ Եթե ժամանակին սա վերածվում էր ծեծ ու ջարդի, հիմա ծեծ ու ջարդ չկա, որտեղ երկու ամենաազդեցիկ ընդունենք տեխնացուները տարածքի, երկուսն էլ պատկանում են մի կուսակցության, իրենց կուսակցությունը թույլ չի տալիս անցնել որոշ սահմաններ, իրենք ստիպված են մնալ այդ սահմաններում։ Իսկ հասարակական տրամադրությունների մասին ինչ։ Հասարակական տրամադրությունները իհարկե խիստ նեգատիվ են։ Այսինքն մենք ունենք հասարակություն, որը ամեն ինչից հոգնել է, մենք ունենք հասարակություն, որին արդեն հնարավոր չի խաբել։ Տիգրանյան հայտնի դարձավ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի կողմից դիտորդների գրանցել։ Ինչով դա կբացատրեք, որտեղ հիմնավորման մեջ ասվում է, որ բավարար չափով դիտորդներ արդեն ունենք, սահմանափակում կա։ Եթե նայում ենք որոշման հիմնավորումը, ապա դա մեկնաբանության ենթակա չէ, որովհետև ըստ էության ընտրական օրենսդրությամբ որևէ սահմանաչափ սահմանված չէ միջազգային կամ տեղական դիտորդների համար։ Հետևաբար պատճառաբանել, որ բավականաչափ արդեն գրանցված են միջազգային դիտորդներ եւ այլևս նորը գրանցելու խնդիր չկա, կարծում եմ այս որոշումը միանշանակ հակասում է ընտրական օրենսգրքին եւ եթե մեկնաբանություն տալ չպիտի կարողանան, որովհետեւ այնինչ օրենքին հակասող է տրամաբանությունից է նաեւ դուրս, նաեւ մեկ այլ կազմակերպություն ծանոթ ենք իհարկե այս կազմակերպությանը եւ նաեւ իրենք դիտորդություն են անում հանրաքվեի ժամանակ, բայց այնքան
այդ հավատարմագրման համար հրավեր ուղարկող կազմակերպությունների դիմելու ընթացքում մերժումներ ստացան կամ կոնկրետ պատասխաններ չստացան, մինչև ավարտվեց հավատարմագրման ժամկետը եւ այս նույն կազմակերպությունը ստիպված էր տեղական լրատվամիջոց որպես հանրաքվեի ժամանակ դիտարկումներ անել եւ ասել, որ բավականին բացահայտումներ էին արել Երևանի մերձ ընտրատարածքներում, բացահայտելով լցոնումների դեպքեր։ Կենտրոնական տրական հանձնաժողովը նաև չի տրամադրել հրավեր եւ մերժել է հավատարմագրել մեկ այլ միջազգային կազմակերպության եվրոպական ցանց ընտրական կազմակերպությունների եվրոպական ցանցին, որովհետեւ այս դեպքում էլ հիմնավորել է, որ ուղղակի պատճառաբանություն չի բերել թե ինչով, ուղղակի նշել է, որ այս գրությունը չհամարեք որպես հրավեր, այսինքն այդ կազմակերպությունը եւս զրկվեց հավատարմագրման հնարավորությունից։ Սա նաեւ խնդիր է դրված երևի ավելի շատ անկախ այդպես միջազգային կազմակերպությունների աչքից հեռու պահել մեր համապետական այս ընտրությունները, որովհետեւ որքան քիչ դիտորդներ, այնքան քիչ վերահսկողություն եւ այնքան նաեւ տեսադաշտից հսկողությունից դուրս տեղամասեր։ Պարոն Սարգսյան, վերադառնանք քաղաքական պայքարին։ Քաղաքական ուժերի առաջարկների որակը արդյոք փոխվել է այս քարոզարշավին եւ եթե նրանց խոստումներին անդրադառնանք, որքանով են դրանք իրատեսական։ Գիտեք, Հայաստանում այնքան դժվար է խոսել այն մասին, թե քաղաքական առաջարկը տակը ինչ որ հենք ունի։ Գաղափարական պայքար ես երբեք չեմ զրացել, դա կրկն խնդիր չի, մենք շատ քիչ կուսակցություններ ունենք որպես այդպեսին, որոնք համապատասխանում են քաղաքական կուսակցություն ձևակերպմանը, այսինքն մենք այս ընտրություններին ունենք 9 համար, ես հենց եմ ասում, իպադրամի պես մի բան, որից ընդամենը երևի 3-ը թե 4-ը կարող են հավակնել նրան, որ իրանք կուսակցություն են, բոլոր մնացածը դա ուղղակի ինչ որ իշխանության համար կռիվ տալու սենց ասեմ, իրենք սոցիոլոգիապես որ ձևակերպենք երկի քաղաքական ուժ են, դրանք խմբ են անձերի, որոնք միավորվել են, որպեսզի իշխանությունից մի պատառ փոքեն, բայց որպես քաղաքական պլատֆորմ, առավել եւս գաղափարախոսություն չկա այդպիսի բան, չունենք, հա, մենք ունենք այս բային հանրապետականը, որը քիչ թե շատ 15 տարի է 15 տարուց ավել արդեն իշխանությանն ուզած չուզած ունի ինչ-որ բան։ Մենք ունենք, չգիտեմ, դաշնակցություն, որը 120 տարի է կուսակցություն է եւ եւս ինչ-որ բաներ ունի, չնայած ընտրությունից ընտրություն դրանք փոփոխվում են, բայց էլի հասկանալի է, որ պլատֆորմ կա։ Մենք ունենք ինչ-որ լիբերալ դաշտում, ազատ դեմոկրատներում համար Հրանտ Բագրատյանը հսկայական ծրագիր է գրել, ոնց որ նայեք, բավականին լուրջ տնտեսական եւ քաղաքական գործ է, հենք ասենք։ Մենք ունենք կոմկուս, որը ունի երևի ինչ-որ բան, բայց բոլոր մնացածը դրանք իշխանության համար պայքարող խմբեր են, չունեն պլատֆորմ, այսինքն չեք կարող ասել, իրենք կոնսերվատիվ են, լիբերալ են, աչ են, ձախ են, ազատական չեն։ Այդ իսկ պատճառով մեր քաղաքական պայքարը բերում է այն նմանատիպ օրինակ դրսևորումների կենտրոնական ընտրական հանձնաժողովը, չգիտես թե որոշում է, որ այսինչ հասարակական կազմակերպությունը կանչում ենք սրան ոչ, դա որոշելիք չի, ուզում եմ պետք է գա, նույն բանը քաղաքական մեր դաշտում, մեզ մոտ հսկայական զանգված կա հասարակության, որը ոչ մի կերպ ներկայացված չի, նույնիսկ գաղափարախոսության մեջ, մեր ոչ մի կուսակցություն օրինակ չի խոսում, հսկայական ծավալ ունենք ժամանակավոր միգրանտների, մոտ 700,000 ովքեր տարին 6 ամիս կամ 6 ամիս պլյուս 1 օր գտնվում են Հայաստանում եւ այնուհետեւ Հայաստանից դուրս, իրանք ոչ մի կերպ ներկայացված չեն, մեր սփյուռքը ոչ մի կերպ ներկայացված չի, չնայած սփյուռքը իրավունք ունի ազդելու, որտեղ սփյուռքը ներդրողն է հիմնական։ Հասկանում եք, որպես այդպեսի դաշտը չի ցավոք չի ձևավորվել եւ այս պահին ես չեմ տեսնում, թե իշխանության մոտ կանգնած մարդիկ ոնց են պատրաստվում ձևավորել։ Տիկին Տիգրանյան, փորձը ինչ է ցույց տալիս, որոնք են ընտրությունների վերահսկման ամենաարդյունավետ ձևերը Հայաստանում։ Բնականաբար կարծում եմ դիտորդական առաքելությունները իսկ կուսակցությունների պարագայում տեղամասերում վստահված անձին կունենալը։ Իհարկե կուսակցությունները ունեն մեկ այլ ռեսուրս հնարավորություն, դա հանձնաժողովներում իրենց ներկայացվածությունն է, եւ եթե կուսակցության հանձնաժողովի անդամը կամ վստահված անձը իսկապես հետևում է կամ պատվախնդիր է իր կուսակցության շահերը պաշտպանելու, այդ տեղամասում նա կարող է պահել իր կուսակցության ձայները։ Դիտորդը ընտրությունների ելքով չհետաքրքրված չեզոք
արդյոք սուբյեկտ է այդ ընտրական գործընթացում, այստեղ կարևոր է հետևել, որ ընթացող process-ները համապատասխանեն ընտրական օրենսգրքով սահմանված ընթացակարգերին։ Եվ դիտորդական առաքելությունների դերը իմ կարծիքով գնալով ավելի բարձրանում է եւ կարևորում է նրանց դերը ընտրական տեղամասում։ Անկախ այն հանգամանքից, որ հիմա գուցե հակադարձեք, թե տեղամասերում կան շուրջօրյա նկարահանող տեսանկարահանող սարքեր, որոնք on-line ռեժիմով հեռարձակում են, բայց իսկապես ֆիզիկապես անձի ներկայությունը տեղամասում ինքը կարող է շատ ավելի զսպող մեխանիզմ լինել, մանավանդ եթե այդ դիտորդական առաքելությունները որևէ ընտրության ժամանակ չեն վարկաբեկել եւ չեն անվանարկվել որպես կողմնակալ դիտորդական առաքելություններ։ Մեր կազմակերպությունը ներգրաված է քաղաքացի դիտորդ նախաձեռնության շրջանակում, մենք ունենք մոտավորապես 4000 դիտորդ, ինչը նշանակում է, որ հանրապետության գրեթե բոլոր տեղամասերը կարող ենք ծածկել, այո, եւ հույս ունենք, որ այս դիտորդական առաքելությունների միջոցով կկարողանանք խնդիրը ոչ միայն արձանագրել խախտում, այլ ավելի շուտ կանխարգելիչ դեր ունենալ տվյալ տեղամասում։ Պարոն Սարգսյան, Հայաստանում ի վերջո ինչու ընտրական մշակույթ չի ձևավորվում։ Պատճառը այդ նույն գաղափարական պայքարի բացակայությունն է։ Դա սովետի ազդեցությունն է եւ մինչեւ այսօր մեր հեռարձակվող ԶԼՄ-ների 80%-ը ռուսերեն լինելն է։ Մեզ մոտ կան բոլոր այն ալիքները, որոնք որ գրեթե ամբողջ Եվրոպայում արդեն մանրից արկելում են։ Ուկրաինան ինչպես դուրս եկավ այդ ազդեցության տակից, առաջի քայլը որը արեց, փակեց VGTR-կան, իսկ մենք այստեղ Կիսելովին հրավիրում ենք, որպես չգիտեմ ինչի Գրիգորյադովյանը անկնդի, չգիտեմ ինչ Գրիգորյադովի դրանպես կապ չունի։ Իր նախնիները մեծ հավանականությամբ Գրիգորյադովի ժառանգներին գնդակահարողներն են եղել, էլի։ Սա մի հատ ուրիշ պատմություն է։ Սա է մեզ մոտ ձևավորվում է, մեզ մոտ ձևավորվել է մշակույթ, մեր մեծ սերունդը, մանավանդ խոսքը գնում է Երևանից դուրս մասին մարզերում, իրենք սովոր չեն ընտրություն կայացնելու, իրենց համար շատ դժվար է այդ։ Այսինքն սպասում են հրահանգի։ Չէ, ներքին է, իրենց համար շատ դժվար է գյուղապետին, որը գյուղապետ է, մերժել ասել, չէ, մենք քո ասածը չենք անում, ոչ թե իրենց առել են, ոչ թե իրենց արժեքանորմատիվ համակարգում դա չի տեղավորվում։ Այսինքն սա պետք է կրթել, այդ հաջող սերունդն է պետք է կրթել, ասենք, իրենց մեծացնել։ Մինչդեռ այդ սովետական ազդեցությունը, այդ թաթար-մոնղոլական, այդ սելջուկական, որ այս շեյխին նստացրել ենք իր ասածն, մինչև սա չվերջանա, չի դուրս գա։ Այսինքն պայքարը, որը հիմա գնում է քաղաքացիական հասարակությունը ընդդեմ, ինձ թվում է մի փոքր սխալ է սոցիոլոգի տեսանկյունից, հա, ինչ որ քաղաքացիական հասարակությունը փորձում է պայքարել հանրապետական կուսակցության դեմ կամ չգիտես այդ դրսևորումների, բայց պայքարը տեղ չպետք է լինի, պետք է լինի քաղաքացիական հասարակությունը ընդդեմ սովետական անցյալի եւ այդ անցյալի վերադարձի փորձերի։ Մենք հիմա ունենք հսկայական զանգված 18-ից 20 տարեկանների, ովքեր չեն մասնակցել ոչ մի ընտրությունների, ես ոնց նայում եմ այդ զանգվածի վրա ոչ մեկ չի աշխատում։ Նու բացառությամբ իրականում մեկ կուսակցության, որը հատուկ ինչ որ շեշտ է դնում, սխալ է աշխատել, ասենք 50+ մարդկանց վրա, դուք իրենց ոչինչում չեք համոզի։ Իրենք միևնույնն է, դուք իրենք ձեզ կնստենք, ասեն, այո, ճիշտ եք ասում, խնդիր չկա, բայց ինքը եթե լինի դիտորդ, անձամբ տեսել եմ շատ, ասենք երիտասարդ տարիներս եմ տեսել, մեծերը ոնց են բանում։ Ինքը գալիս էր դիտորդ ընդդիմադիր կուսակցությունից, հետո տենց ասում էր, դե ախր ոնց էսի, գիտես ով այս մեր առաջվա քաղաքոմի չգիտեմ ով, այդ քաղաքոմինը տեսնում ես, որ սենց ուղղակի բռով լցնում է, ինքը չի տեղավորվում դրա մեջ։ Այս է ամբողջ խնդիրը, մեր այս ստրկամիտությունը մեր հասարակության եկել է այնտեղից, եւ քանի դեռ մենք ոչ թե պայքարում ենք դրա դեմ, այլ ինչ որ ինչ ասեմ, չեմ ուզում խրտվիլակ բառ օգտագործեմ, Դոն Կիխոտի վիտրինի մելնիցի, հա, մենք ստեղծել ենք մեզ համար ինչ որ լեգենդ, թե այսօր ինչ որ իշխանավորները ինչ որ իրենք ոչինչ չեն անում, իրենք օգտվում են իրավիճակից։ Իսկ քաղաքացիական հասարակությունը փոխանակ պայքարի հիվանդության դեմ սիմպտոմներն է փորձում մաքրել։ Դա ամբողջ հարցը։ Տիկին Տիգրան, համաձայն եք դիտորդների մասով, թե սերնդափոխություն է եղել նաև դիտորդների մեջ։ Իհարկե քաղաքացիական հասարակության դերը չեմ ուզում այդպես շատ գերագնահատել եւ դուք էլ մեծ ակնկալիքներ ունենաք, թե ինչքան հնարավորություններ ունի եւ ինչ չի կարողանում անել քաղաքացիական հասարակությունը,
բայց չուրանանք նրա արած որոշ, ասենք, դերակատարումը հենց նույն դիտորդական առաքելության շրջանակում։ Մենք երևի մի փոքր ավելի լավատես ենք, գոնե ես այդ առումով, երևի շփվում ենք դիտորդական առաքելության մեր հավաքագրած երեխաների հետ, ընդ որում կան տարբեր տարիքային խմբեր։ Բացառություններ համաձայն եմ տարիքի հետ կապված մտածելակերպի փոփոխությունները դրանք ակնհայտ են, բայց մենք նույն հարակվեին ունեինք ավակների խումբ, դրանք անձինք են, որոնք արդեն կեսաթոշակային տարիքի են եւ այն էնտուզիազմը, որ ունեին իրենք եւ նրանցից վարակվում էին 18-20 տարեկան է, դա ուղղակի նախանձելի էր եւ իսկապես արձանագրել էին շատ մեծ թվով խախտումներ։ Մենք հիմա էլ ունենք տարբեր, ուրեմն, սերունդներից դիտորդներ, բայց բնականաբար գերակշռում են երիտասարդները, շատ ակտիվ են, շատ անվախ են, շատ գիտակցում են, թե ինչ են ուզում եւ հենց այս երիտասարդներն են, որ հույս են ներշնչում, որ նոր սերնդի մոտ կա մեծ գիտակցության փոփոխություն, որ իրենք անկախության սերունդ լինելով թոթափել են կամ չեն էլ տեսել նախկին որևէ կաշկանդվածություն եւ նրանց մոտ այդ ստրկամտությունը ընդհանրապես բացակայում է։ Մենք մեր հույսը դնում ենք այս երիտասարդների վրա, մենք աշխատում ենք այս երիտասարդներին, թիրախավորում ենք երիտասարդներին, հետեւաբար կարծում եմ, որ ապագան նրանց լինելով մենք էլ պիտի կարողանանք նրանց հետևից գնալ կամ նրանց առաջնորդելով նրանց հետևից գնալ, բայց կարծում եմ, որ անգամ մարզերում, որտեղ մենք ժամանակին դժվարանում էինք հավաքագրել, ինձ ավելի ուրախացնում է մարզային երիտասարդների ակտիվացումը, որևէ ձևով չեն տարբերվում, որևէ մտածելակերպի տարբերություն չկա, եւ սա է հենց որ մեզ հնարավորություն է տվել ամբողջ հանրապետությունով հավաքագրել այդ դիտորդներին։ Ի վերջո տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մենք տեսանք, որ որտեղ որ դիտորդներ կային, այնտեղ համեմատաբար արդար ընտրություններ գրանցվեցին։ Մեր կազմակերպությունը 2000-ական թվականներից, բայց 2012 թվականից քաղաքացի դիտորդի շրջանակում միշտ այլ է դիտորդական առաքելություն եւ մենք իրականացնում ենք նաեւ ընտրական թվերի մոնիտորինգ, այսինքն ցույց ենք տալիս նաեւ այն տեղամասերում, որտեղ չկան դիտորդներ, ինչպիսի ձայներ են, ինչպիսի այո կամ ոչ է արձանագրվում կամ ինչ տեսակ ձայների բաշխում եւ այն տեղամասերում, որոնք ուղղակի դիտորդներ կային։ Իսկապես այդ դիտորդի ներկայությունը ինքը կանխարգելի չէ, դա մի փոքր զգոնացնող է, ես չեմ այսպես գնահատում կամ ուռճեցնում դիտորդի դերը, բայց չեմ ուզում նաև, որ մենք թերագնահատենք։ Իսկ տեխնիկական վերազինման մասով ինչ կասեք, արդյոք այս նոր ձևը էլեկտրոնային կապահովի լիարժեք արդար ընտրություններ տեխնիկական մասով։ Ընտրողների էլեկտրոնային գրանցումը նկատի ունեք, իհարկե լավ է, դրական քայլ է, որ գնում ենք դեպի տեխնիկայի օգնությամբ ենք փորձում քվեարկություն կազմակերպել, բայց տոտալ անվստահության պայմաններում սկսում ենք կասկածել ամեն ինչին։ Մարդն է աշխատեցնում, կասկածում ենք այդ մասնագետին, ով համակարգը պիտի աշխատեցնի, սարքի հանդեպ չէ վերաբերմունք, այլ այդ սարքը գործարկողի եւ այդ ծրագիրը սարք մուտք գործողի նկատմամբ կան վստահություն եւ չկա որևէ երաշխիք, դուք գիտեք, որ յուրաքանչյուր տեղամասում դրված էլեկտրոնային սարքը իր մեջ ներառում է տվյալ ընտրատարածքը սպասարկող հանձնաժողովի սպասարկման տարածքների բոլոր ընտրողների ցուցակները։ Այսինքն նույն հաջողությամբ, եթե Հայաստանը 13 ընտրատարածքի է բաժանված, որոնք սպասարկվում են 38 տարածքային հանձնաժողովների կողմից, կարող է ենթադրենք 15 ընտրատարածքը սպասարկվող տեխնիկական սարքի մեջ չլինել 18-րդ ընտրատարածքի ընտրողի անունը եւ դա կրկնվել երկու տեղում էլ։ Այդ պահին համադրել եւ հստակեցնել կանխել, դա կարծում եմ ուղղակի տեխնիկապես անհնար է, բայց որ այդ հնարքը կարող են օգտագործել, որևէ մեկը դա չի բացառում։ Ասեմ ավելին, բոլորը գրեթե վստահ են, որ դա այդպես է լինելու։ Ես ասեմ, նմանատիպ համակարգեր ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում երկու գյուղ այսպես կոչված տեստ անելուց հետո չեն մտցնում համապետական ընտրությունները։ Համակարգը առնվազն 3-ից 4 տարի պետք է փորձարկվեր, առնվազն 300-ից 400 Կարծեմ ասում եմ, որ մի օր պետք է փորձնական ընտրություններ լինի, դա չեղավ։ Գիտեք, անհնար է, ես նենց չի որ ոլորտից հեռու եմ։ Այդ ծավալի, այդ մասշտաբի հսկայական բաներ, այդ շտեմարանների սինխրոնիզացման հարց կա, բան կա, դա հնարավոր չի իրականացնել։ Մենք պատրաստ չենք լիարժեք իրագործելու այդ նորարարությունները։ Իհարկե ոչ։ Մենք պատրաստ ենք այնպես, ինչպես մենք պատրաստ ենք եղել, օրինակ, չգիտեմ, հայտարարել IT-ին կամ
զբոսաշրջությունը մեր գերակա ոլորտ։ Մենք պատրաստ ենք ինչ-որ վերևը թուղթ ստորագրողի մակարդակով, մենք իրան զեկուցող մարդու մակարդակով։ Հենց դա իջնում է հիերարխիայով ներքև, ակնհայտորեն պատրաստ, ուղղակի ունակ չեն պատրաստ լինելու այդ մարդիկ բավարար կրթություն չունեն, կներեք, իրանք այդ մեր չինովնիկությունը ունակ չի ընկալել նույնիսկ այն, ինչ իր վերևները հրամայում են։ Իրանք տենց Իսկ պարոն Սարգսյան, իրավագիտակցության պակասն է արդյոք, որ նաև վախի մթնոլորտ է ստեղծում, որ ասում են կգնաք, կընտրեք եւ իրենք չեն մտածում, որ կարող են պաշտպանել իրենց իրավունքը, որ իրենց քվեարկությունը գաղտնի է օրենքով եւ կարող են եւ նաեւ դիտորդական առաքելությունները առաջարկում են մոլորեցնել այդ իրենց վերահսկողներին, դա դուք կասեք։ Դա, հա, իհարկե դա հոյակապ բան կլինի, ես գիտեք շատ մեծ է այդ դերը առաքելությունների հետ, բայց ինչ վերաբերում է իրավագիտակցությունը, սենց ասեմ, նույնիսկ նրանք ովքեր օրենքը գիտեն, խնդիրը նույնիսկ այն չի, որ չեն գիտակցում իրենց իրավունքները, խնդիրը էլի երևի կրկնվեմ, բայց սովետից եկածն է ասում, դուք իրավունք ունեք, բայց կարող եք արդյոք։ Ինձ մոտ տպավորություն է մեկ ստեղծում, նույնիսկ հարցումների արդյունքով, որ բնակչության զգալի մասը դեռևս չի հասկացել անկախությունը ինչ է։ Ինչ է նշանակում, ինչ պատասխանատվություն է յուրաքանչյուր քաղաքացու վրա ընկած։ Ապրիլյան պատերազմից հետո ոնց որ հասկացան ընթացքում, բայց հետո նորից անջատվեց դա։ Չնայած լավ է արդեն համակարգը սենց ճեղք կա տալիս, համակարգը կանդվում է։ Բայց քանդվելու ընթացքում օրինակ այս բաները ունենք, էլի որ ինչ որ պլանշետներ են բերում չստուգած համակարգերով, ինչ է նշանակում, որ ասենք 4-րդ ընտրատարածքի սարքերի մեջ 3-րդ ընտրատարածքի մարդիկ չունեն եւ ով որ եկավ նորից է գրանցվելու։ Ինչն է խնդրեմը, ասենք 2 ավտոբուս մարդ բերել ստեղից ստեղ քվեարկացնել, այդ տանել։ Այսինքն ես որ պատկերացնում եմ թե ոնց պետք է կեղծեն, վստահ եղեք, որ իրենք մեզանից սաղից լավ են պատկերացնում։ Էս է սա հարցը։ Եվ Տիկին Տիգրանյան, ինչ կառաջարկեք այն ընտրողներին, ում փորձում են վերահսկել, ճնշել, որ գնացեք այս ուժին ընտրեք։ Մենք ընդհանրապես խորհուրդ ենք տալիս եւ հորդորում ենք, որ այդքան կաշկանդված չլինեն, եթե անգամ պարտադրանքներ ունեն աշխատանքի ծառայողական հարաբերությունների բերումով, որովհետև քվեարկության խցիկ մտնելով իրենք ազատ են, վերահսկողություն որևէ չկա քվեախցում իր քվեարկության նկատմամբ եւ քվեախցիկում կա չօգտագործած բազմաթիվ քվեաթերթիկներ, հանգիստ կարելի է պարտադրված կուսակցության քվեաթերթիկը գցել չօգտագործած քվեաթերթիկների արկղ, վերցնել այնտեղից իր ցանկացած կուսակցության քվեաթերթիկը, լրացնել դնել ծրարի մեջ, տանել դրսում, եթե իրեն ստիպել են, իհարկե ես վատ բան եմ ասում, որովհետև օրենքով նա իրավունք չունի դուրս տանելու չքվեարկած քվեաթերթիկները, ցուցադրել այն 8-ը, որոնց մեջ չկա իր իբրև թե ընտրած կուսակցության քվեաթերթիկը, դրանով ասելու, որ ես կատարեցի քո հանձնարարականը, բայց իրականում նա քվեախցում արեց այն ընտրությունը, որն ինքն է ուզում, կամ եթե ստիպում են լուսանկարել քվեաթերթիկը ցույց տալու համար, որ հենց այդ կուսակցությանը եւ կուսակցության հենց այդ վարկանիշային տեխնացուին եք ընտրել, կարող եք հանգիստ լուսանկարել, լուսանկարելուց հետո այդ քվեաթերթիկը պատրեք կամ գցեք քվեաթերթիկների չօգտագործած քվեաթերթիկների արկղի մեջ, վերցրեք այն քվեաթերթիկը, որ ուզում եք քվեարկել, դրեք ծրարի մեջ եւ գցեք տուփի մեջ։ Սա կլինի ձեր մոլորեցնելը ձեր վախեցնողներին կամ ձեզ սպառնացողներին Գուցե նաև հորդորենք, ես էպես սպառնալիքը չեմ ասում որպես ֆիզիկական բռնություն եւ այլն, կարող են ուղղակի մարդուն հոգեբանորեն ազդելով հակել դեպի նրան, որպեսզի ինչպիսի քվեարկություն կատարի, բայց մարդը եթե մի փոքր ազատամիտ լինի եւ կարողանա ճիշտ կողմնորոշվել, ինքը պիտի գիտակցի, որ քվեարկության խցիկում ինքն է իր խիղճն է եւ իր կողմնորոշված քվեարկությունն է եւ անգամ խառնել դրանով պատվիրածների կամ սպառնացողների հաշիվները։ Իսկ հանձնաժողովը չի կարող ամեն ընտրողից հետո մաքրել այդ արկղերը։ Հանձնաժողովը կարող է չօգտագործած քվեաթերթիկների արկղը դատարկել այն դեպքում, եթե դրանք լցվել են, եւ կենտրոնական տրական հանձնաժողովը կարգ է սահմանել նաեւ դրա հետ կապված, այսինքն պայմանը,
որ դա պետք է լցված լինի։ Ավելին կենտրոնական տրական հանձնաժողովը երևի գիտակցելով, որ այդ սպառնալիքներ կամ պատվիրումներ լինելու են, սահմանեց մեկ այլ դրույթ, որ առավոտյան միջև քվեարկություն սկսելը բոլոր կուսակցությունների քվեաթերթիկներից 3 կամ 5-ական քվեաթերթիկ լցվում է քվեարկության չօգտագործած արկղի մեջ, որ առաջին եկող ընտրողները կաշկանդված չլինեն դրսի պարտադրանքով եւ նրանք էլ կարողանան խառնել հաշիվները։ Շնորհակալություն զրույցի համար։ Իմ այսօրվա հյուրերն էին Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիկ Նաստիգրանյանը եւ սոցիոլոգ Կարեն Սարգսյանը։ Շնորհակալություն։ Հաջորդ կիրակի արդեն խորհրդարանական ընտրություններ են, որով եւ կորոշվի թե որ ուժը կստանձնի երկիրը ղեկավարելու առաքելությունը, քանի որ նոր սահմանադրությամբ այլևս այլ համապետական ընտրություններ չեն սպասվում։ Կհանդիպենք հաջորդ կիրակի առայժմ։